26 թվականին ընտրություններ են։ Այսպիսի, այսպես ասեմ, եթե ամեն ինչ շարունակվի նման կերպ, որևէ լավ բան չեմ սպասում։ Կլինի իշխանափոխություն, չլինի իշխանափոխություն, դրանից մեծ բան չի փոխվելու, որովհետև ճշմարտությունն այն է, որ 91 թվականից այս կողմ Հայաստանում իշխանություն եղած բոլոր ուժերը, նրանց խնդիրը չի եղել Հայաստանի, այսպես ասեմ, ուժեղացումը, եւ եթե նրանք շատ ավելի շահավետ պայմաններում երկիրը հասցրել են մի իրավիճակի, որ 2018 թվականին տեղի ունեցավ Պորտկում եւ այդ Պորտկումից օգտվեցին պատեհապաշտերը եւ իրականում երկիրը եւս եկավ աղետի, հիմա նման իրավիճակում այնպես ինչպես ներկայ իշխանությունն է նախկիններին, ճակերտավոր նախկիններին, որտեղ նույնն են բոլորը, մեղադրում իբր իր տապալումների մեջ, նույն ձևով եթե նույնիսկ 26 թվականին ժողովուրդը այս իշխանություններից այն աստիճանի կամ զսված լինի կամ իրավիճակը այնպես վերահսկողությունից դուրս գա, որ ճակերտավոր նախկինները կրկին իշխանություն ստանան, քվեստանան, որևէ բան չի փոխվելու։ Նրանք են սկսելու։ Այսինքն դոկումենտ ենք տեղում, նախկին, ներկա, այդ ամեն ինչը խաղում են։ Իհարկե, ընդհանրապես դրանք խաղեր են, բայց ցավոք սրտի մենք չունենք ժամանակ անընդհատ դոփել այդ տեղում, մեր ժամանակը սպառվում է եւ իմ գնահատականներով, եթե առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում այլ ընտրանքային ռեալ քաղաքական ինքնակազմակերպման կամ ուժի հարցը չկարողանանք լուծել, կարծում եմ վերջաբանը շատ ավելի արագ, տխուր եւ ցավոտ է լինի։ Խնդիրը ռեսուրսի պակասը չէ։ Ես բացի ռեսուրսի պակասից նշեցի քաղաքականության վերաբերյալ մեր ունեցած պատկերացումները եւ մոտեցումները։ Կան շատ մարդիկ նվիրված։ Բացի հոգեբանական պահից, որ ինքը ստանձնում է, թե չի ստանձնում։ Որովհետեւ, այո, իհարկե, որովհետեւ ցավոք սրտի մենք քաղաքական առումով, այսպես ասեմ, անպատրաստ տգետ հավաքական առումով հանրություն ենք եւ նույնիսկ մարդիկ, որոնք շատերը փորձում են որ այս կամ այն կերպ գործունեություն ծավալել, ասում եմ մեծ ցավով գալիս ես մի բանի, որ հասկանում ես, որ այդ քաղաքական գործունեություն այն ինչ որ իրենք են պատկերացնում, կենցաղային մոտեցումներից դուրս չի գալիս։ Չենք աճել։ Չենք ուզում աճել։ Չենք ուզում 21-րդ դարի մարդու խնդիրն է, եւ մանավանդ մեր հանրությունում ամենագիտության սինդրոմը։ Որովհետև մի անգամից մի հետաքրքիր բան ասացին, երբ որ մի քանի տարի առաջ քննարկման ժամանակ ես ասում էի, որ առհասարակ մեր ժողովրդի մեջ միֆ կա, թե իշխանությունը վերցնում են փողոցում մի քանի օրում։ Մարդն ասում է, թե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն այսպես հանկարծակի հայտնվեց, իշխանություն վերցրեց եւ այլն եւ այլն։ Իրենք չեն հասկանում, որ նույնիսկ եթե վերջի վերջո իշխանության վերցնելը հաստատվում է փողոցով, մինչեւ դա կատարվում է շատ մեծ տնային աշխատանք։ Այս պատմական պատմությունը չգիտի իրապես հեղափոխության մի դեպք, մերը դնենք մի կողմ, որ իհարկե հեղափոխություն չի ինչ այլ պատճառներով, որ հանկարծ, չգիտեմ, առանց նախապատրաստական աշխատանքին, որում դա տասնամյակներ է տևել, ինչ որ մեկը հանկարծ հայտնել եւ իշխանությունը վերցրել, նման բան չկա։ Ու երբ որ այդ բանավեճերի արդյունքում տարբեր քննարկումների, որ անիմաստ է, եթե դու քեզանից որևէ կարող ուժ չես ներկայացնում, գոնե փոքր կերպոնակ կառույց չես եւ այլն, անիմաստ է առաջնորդության հայտ ներկայացնել, քաղաքական առաջնորդության հայտ ներկայացնել, պիտի նախ այդ բանը ստեղծես։ Մի անգամ ինձ ասեցին դուք փաստորեն ցանկանում եք որպեսզի մենք գնանք եւ գրքեր կարդանք։ Եվ քանի չկա գիտակցումը, որ քաղաքականության մեջ մտնելուց առաջ պետք է գրքեր կարդալ եւ առնվազն նախորդների փորձը ուսումնասիրել, մենք ցավոք սրտի դոփելու ենք տեղում եւ վատնելու ենք այն անգնահատելի ժամանակը, որ ունենք։ Պատասխանեմ ձեզ Թետչերի խոսքով, որովհետեւ այս վերջեր բավականին ուսումնասիրել եմ իր, այսպես ասեմ, փորձը, բացառիկ կիներ, եւ ինքը այսպեսի բան ունի, խոսք ունի, ասում է, եթե ուզում եք խոսել, գնացեք տղամարդկանց մոտ, եթե ուզում եք գործել, գնացեք կանանց մոտ։ Եվ քանի որ պատահական չնշեցի, որ մեր հանրությունը պատրիարխալ հանրություն է, բայց կանայք այսօր առաջի դերում են հայտ գալիս, եւ կանայք նաեւ գիտեք մի կարեւոր կենսաբանական հանգամանք կա։ Նրանք դա միայն մարդուն չի հատուկ, դա բոլոր ամբողջ կենթանական աշխարհին է հատուկ։ Իքական սերն է պատասխանատու սերնդի համար։ Իքական սերն է մեծամասամբ կրում սերնդի շարունակականության այդ, այսպես ասեմ, պարտավորությունը։ Եվ ուղղակի կարող եմ ասել, որ եթե հայ կանայք ցանկություն չունեն, յուրաքանչյուր տարի կամ մի քանի տարի հետո հերթական իրենց զավակներին հերթական անգամ ուղարկել, որպեսզի նրանց ինչ որ մեկի ապիկարության, դավաճանության կամ անգործության արդյունքում մատաղանեն, ուրեմն պիտի հասկանան, որ
ուզած-չուզած մեր ապագայի, մեր երեխաների ապագայի պատասխանատվությունը պիտի ստանձնեն։ Ես որևէ կերպ չեմ նստեմ ասում, էլ եմ ասում այն բոլոր հայ տղամարդկանց դերը, որոնք այս բոլոր տարիների ընթացքում շատեր իրենց կյանքով, շատեր իրենց առողջությամբ, իրենց ժամանակով արել են անհնարինը, որպեսզի մենք անվտանգ գլուխը դնենք բարձին, բայց պիտի ընդունենք, որ այսօր նրանք միայնակ չեն հաջողացել, այսպես ասեմ, պետություն ստեղծելու գործը չեն հաջողացել։ Ճիշտ հասկացա, մայրական բնազդն եք մատնանշում։ Ես կարծում եմ մայրական բնազդը, բայց այստեղ նաև գիտակցական մակարդակի հարց կա, որովհետև հայկական իրականության մեջ մայրական բնազդը ավելի շատ գործել է փախչելու տեսակետից։ Շատերը այսօր էլ փորձում են դա անել, ցավոք սրտի 20 թվականից հետո, որ իրենց զավակներին հեռացնելով Հայաստանից կամ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, իրենք իբրև թե իրենց զավակների անվտանգության հարցն են լուծում, բայց հիշեցնեմ, որ այս 22 թվականից մինչ օրս ռուս-ուկրաինական պատերազմում շատ ավելի հայ է զոհվել, քան մենք տվել ենք մեր Արցախի համար։ Հետևաբար, սիրելի հայ կանայք, ձեր երեխաներին հեռացնելով Հայաստանից, դուք չեք ապահովում նրանց անվտանգությունը։ Ու եթե Հայաստանում մենք հնարավորություն ունենք իրավիճակի վրա, եթե ոչ այսօր վաղը ազդելու գործելու դեպքում, օտար երկրում այդ հնարավորությունը երբեք չի լինելու։ Հայ ժողովուրդը չափից դուրս շատ զոհեր է տվել օտարների պատերազմին, եւ նրան համոզել են, որ դա իր համար է եղել, բայց չգիտեմ ինչի հայ ժողովուրդը չափազանց ժլատ է սեփական ազգային պետությունը ստեղծելու համար, չասեմ, գեղեցիկ չի հնչում, բայց մենք չափից դուրս ծանր ենք տանում մեր սեփական հողի համար կորուստները, բայց չափից դուրս թեթև ենք վերաբերվում օտարի տափաստաններում տված կորուստներին։ Երբ որ դրանք տեղերով փոխվեն, կգա մի իրավիճակ, երբ հայ կինը այլևս չի վախենա իր զավակին բանակ ուղարկելուց, իր ամուսնուն բանակ ուղարկելուց եւ իր գլուխը բարձին դնելուց։ Ասածս այն է, որ այ հարցնում եք փնտրտուքներից մեկն է, բայց կանանց ակտիվությունը համենայն դեպս բերել է այն մտքին, որ գուցե հասկանանք, գուցե այստեղ գտնենք այն կարող ուժը, որը երկիր համաձայն չի ես իրավիճակի հետ ու կփորձի երկիրը հանել։ Հավաքական պատկերացնում եք երկիրը պաշտպանելու համար, հավաքական մայրություն անեն բոլոր կանայք։ Մայր Հայաստանը պատահական չի, որ հայ ժողովուրդի գլխավոր սիմվոլներից մեկը կոչել է Մայր Հայաստան։ Հետաքրքիր է, մտածելու տեղ կա, շնորհակալություն։ Շատ տեղ կա, իրականում շատ տեղ կա, այն ինչ որ ես ասում եմ, այս ամբողջ զրույցը, որ այդ մտքերը, որոնցով կիսվեցի, դրանք մտքեր են, որոնք ամեն օր խմորվում են եւ այդ փնտրտունքների արդյունքն են եւ դրանք վերջին ճշմարտությունը լինելու ընդհանրապես որևէ, այսպես ասեմ, հայտ չունեն, բայց դրանք ուզում եմ ասել, որ փնտրտունքների մեջ ենք եւ եթե ինչ-որ գուցե կան մարդիկ, որոնք այլ տարբերակներ կարող են առաջարկել։ Ասածս այն էր, որ մեր պատկերացրած դասական ճանապարհները չեն գործել։ Հետևաբար պետք է հասկանալ, թե ուրիշ ինչ կերպ կարող են գործել։